Տիկին Ստեփանյան, ինչպես կգնահատեք նախընտրական քարոզարշավը։ Նախ ձեր գնահատականը կցանկանայի ինչեսնեիք, ինչպես է ընթանում եւ այնուհետեւ շարունակենք մնացած հարցերը։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Նախընտրական քարոզարշավը հատկապես Կոտայքի մարզում հրաշալի է ընթանում։ Մենք բաժանված ենք մի քանի թևերի, ամբողջ պատգամավորի տեխնացուներով եւ պատասխանատու մեր ներկայացուցիչներով եւ գրեթե ամեն օր ամենօրյա ժամանակացույցով լինում ենք Կոտայքի մարզի տարբեր գյուղական եւ քաղաքային համայնքներում։ Ընդհանուր առմամբ շատ լավ են մարդիկ մեզ ընդունում։ Ինչու՞, որովհետեւ վերջին 5 տարիների ընթացքում մենք իսկապես աշխատել ենք եւ ընդդիմության այն ճղճղոցները, այն մեղադրանքները, թե ռեժիմը փորձում է վերարտադրվել եւ այլն, ես կարծում եմ 2026 թվականի ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ միակ ընտրություններն են լինելու, որտեղ իշխանությունը վերընտրվելու է ժողովրդի կողմից եւ նորից իր վստահության քվեն է տալու, որտեղ տեսնում է, որ իսկապես մենք աշխատում ենք։ Չկա այդպիսի մի համայնք, չկա այդպիսի մի քաղաք, որտեղ ինչ որ մի կարևոր գործ արված չլինի եւ դեռ շարունակվում է։ Ինչ են ցանկանում քաղաքացիների խնդրանք պահանջը, արձանագրումները քաղաքացիական պայմանագրից Կոտայքի մարզում եւ իհարկե վարչապետից։ Նրանց ակնկալիքները ո՞րն են։ Գիտեք, տարբեր են քաղաքացիները եւ կախված թե նրանք հասարակության որ շերտին են պատկանում, պահանջները տարբեր են։ Մայրերը հիմնականում ովքեր ունեն երեխաներ, անպայման խոսում են խաղաղությունից, պարտադիր։ Կա որոշակի շերտ, որ այլևս գիտի, որ խաղաղությունը հաստատված է եւ խոսում է իր համայնքում, իր քաղաքում ենթակառուցվածքների կամ լինելուց, կամ դրանք ավելի զարգացնելուց։ Իրականում մարդիկ ուզում են ապրել բարեկեցիկ, ուզում են ապրել խաղաղության մեջ։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքապետը քաղաքացիական պայմանագրից չի, որևէ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է, այդտեղ մարդիկ պնդում են, որ անպայման ամեն ինչ արեք, որ հեղափոխությունը նաև հասնի այդ համայնքներ, ինչու, որովհետև բազմաթիվ են այս համայնքները, որտեղ համայնքապետը, չլինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, պարզապես վերջին 2 տարին կամ 3 տարին որևէ ծրագիր քաղաքում կամ համայնքում չի արել, սուբվենցիաների համար չի դիմել, գուցե ինչ որ հատուկ նպատակով, բայց քաղաքացիները այս առումով մեղադրում են կառավարությանը, նախ ասում են ինչու գործ չի արվում, երբ որ ասում ենք, որ սա կամ սա համայնքապետանի տիրույթի լուծելիք հարց է, եւ համայնքապետը պետքա սա աներ, ասում են, եթե համայնքապետը վատն է, ուրեմն համայնքապետին անպայման հանեք, երբ որ ասում ենք, բայց չէ որ դուք եք ընտրել այդ համայնքապետին, ասում են դե չենք հասկացել։ Հիմա ես կարծում եմ սա հնարավորություն է նաեւ ելակետ է, որ բոլորը իրոք իսկապես կարդան նախընտրական ծրագրերը եւ բարեկամի, գեղեցիկ խոսքի, գեղեցիկ արտաքինի, խնամի ծանոթական, վերևի եւ ներքևի հարևաններով ընտրություն չանեն։ Ընտրություն անեն այնպես, որ մի տարի հետո, 2 տարի հետո իսկապես չփոշմանեն։ Ձեր քաղաքական հակառակորդները շատ հաճախ ձեզ մեղադրում են թույլ իշխանություն լինելու մեջ։ Ինչ նկատումներով են նման քննադատությունների արժանացնում կուսակցությանը եւ իհարկե կուսակցության առաջնորդին երկրի ղեկավարին։ Մեր քաղաքական հակառակորդները իրականում հայոց լեզվի որոշ բառեր մեկնաբանում են կամ մեր բառերը ընկալում են իրենց համատեքստում եւ այսպես նրանք աղավաղել են օրինակ ուժեղ բառը, որը ժամանակ առաջ ասում էին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ մասնավորապես ղեկավարը պետք է լինի կուշտ։ Նրանք ինձ հետաքրքիր է կուշտ ասելով ինչ նկատի ունեին, որ մարդը մի կես ժամ առաջ է հաց կերել կամ մի ժամ առաջ է հաց կերել կամ իրիկունը ինչ որ արարողության է եղել եւ կուշտ հաց է։ Կուշտ ինչ է նշանակում կուշտ։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ մասնավորապես ղեկավարը, երկրի վարչապետը նախ եւ առաջ պետք է սիրի այն երկիրը իր տարածքով, որի ղեկավար կամ որի իշխանություն պատրաստվում է դառնալ եւ կարեւորը պետք է ունենա սրտացավություն եւ բոլոր համայնքներին, բոլոր քաղաքացիներին վերաբերի որպես իր ընտանիքի անդամներ։ Եվ սա է պատճառը, որ մեր վարչապետը որքան որ լինում է կառավարությունում իր աշխատասենյակում, այնքան էլ լինում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Վարչապետը չի սպասում, որ լինի ընտրություն, նոր գնա որևէ համայնք։ Դուք միշտ կարող եք տեսնել, որ ուրբաթ-շաբաթ կիրակի օրերը վարչապետը տարբեր համայնքներում է լինում, նայում է, վերահսկում է աշխատանքները եւ դրանով պայմանավորված շատ հաճախ մենք նաեւ ունենում ենք աղմկոտ պաշտոնակություններ, ինչը եւս նշանակում է, որ ամեն ինչ վերահսկում է։ Ինչ վերաբերում է թույլ բառին, նրանք թույլ բառը օգտագործում են, որպեսզի կարծես հականիշը լինի իրենց ուժեղ Հայաստանին,
բայց մենք տեսնում ենք, թե այդ տերմինը իրենք ինչպես են փչացրել, իրենք ուժեղ Հայաստան, իրականում այսօրվա իշխանությունները մենք կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը կարող են ընդհանրապես քարոզարշավ չանել, պարզապես նստել տանը եւ քաղաքացիների ուշադրությունն հրավիրել մեր ընդդիմադիրների վրա։ Ամեն մեկը միակունք իմաստության, ամեն մեկը ինչ խոսում է ի վնաս իրեն է խոսում։ Խմբի մի անդամը չգիտի այն մյուս անդամը ինչ է հայտարարել։ Մասնավորապես ուժեղ Հայաստանի ղեկավարը ասում է, որ մենք իհարկե թողելու ենք օրինակ պարտադիր զինվորական ծառայությունը նույնիսկ 1 տարի ենք դարձնելու, բայց այդ նույն ցուցակի 3-րդ թե 4-րդ համարը հայտարարում է, որ այո, պետք է գնանք եւ պարտադիր դարձնենք պարտադիր զինվորական ծառայությունը։ Ուզում եմ ասել, մեզ թույլ անվանելու փոխարեն պետք է ընդհանրապես նայել, թե երկիրը ինչ վիճակում է եւ սրա շռնդալից պատասխանը ապտակը մեր ընդդիմադիրներին կլինի հրապարակում մայիսի 28-ին մեր զորահանդեսը, թող կան տեսնեն ով է ուժեղ ղեկավարը, ով է ուժեղ իշխանությունը եւ ինչ է նշանակում ունենալ ուժեղ պետություն։